Տեսեք, այդ սպիտակ կտավը անկախ չափից, կապ չունի ինքը 30 սանտիմետրի 40 կամ 1 մետր 2 մետր, ընդհանրապես այդ սպիտակը ինքը ասամանափակ տարածք է ինձ համար ու նկարելու ժամանակ ես չեմ կողմնորոշվում, դրա համար ինձ ավելի հաճելի է նախքան նկարը սկսել է այդ սպիտակ տարածքը ծածկելը։ Տարեդարձի ինքնանկար հաղորդման հյուրն է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Սամվել Լաչիկյանը, բարև ձեզ։ Պարոն Լաչիկյան, ինչ կպատմեք ձեր նախնիների մասին, որտեղից եք սերում։ Շատ հեռու չեմ կարող գնալ, որովհետև այդ հեռուն մշուշապատ է, ծածկված քողով, որովհետև ընդհանրապես պապիս կողմի արմատները գալիս են Կարինից, չնայած պապս ծնվել է Կարսում, պապս հորեղբայրներիցս երկուսը Կարսում են ծնվել, հայրս ծնվել է Գյումրիում, տատս բնիկ գյումրեցի, Տիրավակես տոհմից, ինչ վերաբերում է ինձ, իմ մայրը կարգման աշխարհից է, Ղարաբաղյան արյուն կա իմ մեջ, չգիտեմ քանի տոկոս, բայց ամենայն դեպս ես ուրախ եմ ու հպարտանում եմ իմ նախնիներով ու շնորհակալ եմ, որ ես ծնվել եմ։ Հաճախ եք նկարում ձեր ծննդավայր Գյումրին, ինչով է ձեզ այն առանձնանում ձեր իմացած մյուս բնակավայրերից։ Դե ես ինքս իմ էությամբ հենց իմ մեջ հենց Գյումրին է խոսում, չնայած տարաձայնություններին, շատ տարբեր բացասական երևույթներին, որոնք ես նկատում եմ, որոնցից ներվանանում եմ, ամենայն դեպս դա իմ քաղաքն է ու հպարտ եմ, որ գյումրեցի եմ ու Գյումրին միշտ եմ նկարում։ Պարտադիր չի Գյումրվա տեսարաններ, բացի Գյումրիի տեսարաններից գյումրեցիներ, ինչ շրջապատող մարդիկ, նույնիսկ առարկաներ, երբ նկարում եմ, դրա մեջ ամեն ինչի մեջ ես Գյումրին եմ տեսնում, ցանկացած նկարում։ Նույնիսկ Ամերիկա եղած ժամանակ այդ 22 տարիների ընթացքում ես ոչ մի ամերիկյան բնապատկեր չեմ նկարել։ Նույնիսկ Ամերիկայում նստած ես էլի Գյումրի եմ նկարել։ Այդպես ձեր կարոտն եք արտահայտում։ Հիմա տեսեք, Երևանը մեր մայրաքաղաքն է, չէ՞, բայց ես նույնիսկ ես Երևանում եղել եմ 3 տարի առաջ երևի, նկարիչների միության համագումարին։ Եթե գնում եմ Երևան, ժամ 12-ի 1-ին պիտի անպայման հետ գամ։ Երբ որ տեսնում եմ այդ Արարատյան դաշտավայրի ծառերը, ծաղիկները, ճիշտ է, գեղեցիկ է, սիրուն է, ամեն ինչ է, բայց հենց գալիս հասնում եմ մեր քարու քրերին, արդեն նոր սիրտը սկսում է բացվել, թթվածինը սկսում է շատանալ, թոքերը սկսում են ավելի ընդարձակ շնչել։ Սա է իմ քաղաքը ու իմ կյանքը։ Լավ, ինչպես ապրեցիք Գյումրից հեռու։ Գյումրից հեռու ինչպես կարողացաք։ Ապրել եմ գյումրեցիների մեջ։ Նորից շրջապատում լրիվ հիմնականում եղել են գյումրեցիներ, տանը, ընտանիքը, ընկերները, ցանկացած միջոցառումներ եւ այլն։ Այսինքն նույնիսկ Լոս Անջելեսում երևի ավելի շատ գյումրեցի կա, քան հիմա Գյումրիում։ Որ տարիքից եք ձեզ հիշում, մանկության ձեր ամենավառ հուշը։ Չգիտեմ, իմ հիշողությունը իմ հանդեպ երբեք չի կորել, բայց միակ բանը, որ մանկությունից ես հիշում եմ, ուրեմն փոքր ժամանակ, շատ փոքր տարիքում ես տառապել եմ ինչ-որ մանկական հիվանդությամբ ու միակ բանը, որ հիշում եմ, իմ օրորոցի մեջ ինձ վրա փրված ծածկոցի վրա վառվող տասնյակ մոմերն էին։ Այսինքն ինձ մկրտել են, մոմեր են վառել իմ վրա ու այդ օրվանից այդ հիվանդությունը չկացել է իմ միջից, տարօրինակ ձևով։ Ամենավառ հուշն էր։ Այո։ Ունեք դրա։ Ես հիշում եմ այդ օրոցի մեջ ինքս ինձ, մոմերի լույսի տակ։ Հիմա որ մտնում եմ եկեղեցի, տեսնում եմ այդ վառված մոմերը, չէ՞,
տարաների մեջ, սեղանիկների վրա։ Ես միանգամից այդ տեսարանն եմ հիշում։ Տեսել եք, չէ՞, եկեղեցիներում, որ հələ ներքևում ջուրը լցած ինչի արած, չէ՞, այդ մոմերի։ Ու այդ ոսկը տածող այդ մոմերը, այս այդ մոմերի դաշտն եմ միշտ հիշում։ Իմիջիալից ինձ կենքել է, ու հետո այդ մոմերն եմ վառել, հաջորդ օրվանից այդ գիշեր ես մի քանի անգամ գնաց եկել, այսինքն էսկոմենկով, ու վերջը մնացի։ Գոհ ձեր դպրոցական տարիներից, պարոն Լաջիկյան։ Շատ գոհ եմ անկանում, որ այն դպրոցը, որտեղ ես սովորել եմ, դա Գյումրիի թողոց դպրոցները խանդի տեսարաններ չստեղծեն, բայց լավագույն դպրոցն է եղել։ Գաբրիել Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։ Ընդիշ դասատուներ, ընդիշ աշակերտներ, բարձր մակարդակի որակ։ Հիմա այն ամենը, ինչ ես անցել եմ դպրոցին ու հիշում եմ, ես զարմանում եմ, օրինակ, ես նույն մակարդակի վրա գիտեմ և քիմիա, և ֆիզիկա, և մաթեմատիկա, հիմա ցավոք սրտի նկարիչների 90%-ը նույնիսկ գրագիտություն է, հայերեն գրելուց տառը սխալներ կարող է անի, բայց ես հիշում եմ նույնիսկ իմ ռուսաց դասատուի արած ուղղումները սխալ բառերի կամ տառերի վրա։ Ես հիշում եմ այդ ուղղումները ու երբեք չեմ շեղվել դրանից։ Նույնիսկ սովետական տարիներին բանակ ծառայելու ժամանակ ես ավելի գրագետ ռուսերենին էի տիրապետում և գրավոր և բանավոր, քան ակադեմիա ավարտած ռուս սպաները։ Նույն ձևի իմ եղբայրը Լևոնը ճիշտ է ինքը բանասեր է, չէ, բայց հիմա ցանկացած խնդիր տվեք կլուծի։ Նույն կարծիքին ինքն էր։ Ու իմիջիալից այդ նույն դասատուները հետո ինստիտուտներում դաս տվեցին։ Իսկ հիմա դու դասա, չգիտեմ, ես հիմա շատ տխուր վիճակ է իմ կարծիքով։ Ես օրինակ նկարչության դասերի ժամանակ, չէ, ես սիրում եմ բազմակողմանի զարգացած մարդկանց, ես սիրում եմ անալիտիկ մտածողության մարդկանց։ Օրինակ շատ դեպքերի մտնում եմ դասարան, ոչ թե նկարից եմ խոսում, այլ երեխաներ, որը կարող եք այս սենյակի մակերեսը ասել ինչքան է։ Ինչպես ստանալ սեղանի մակերեսը, սենյակի մակերեսը կամ ծավալը։ Չգիտեմ, պարոն Լաջիկյան, ո՞նց չգիտես, որ դասարան ես 8-րդ, ո՞նց կարող է 8-րդ դասարանի երեխա մակերես ծավալ չիմանա ինչ բան է։ Ու գուցե իմ բնական գիտություններին, այդ անալիտիկ մտածողության ու դպրոցի շնորհիվ էր, որ ես դպրոցն ավարտելուց հետո գնացի ընդունվելու գեղարվեստաթատերական, բայց նկար չունեի։ Պարզապես գնացել էի ընդունվելու։ Հարցրեցին նկարում ես, ասի չէ, չունեմ։ Ոչ կարելի առանց նկարել կալ, քննության թողեք նստեմ նկարեմ։ Ասին չէ, այս տարի չես կարող, որովհետև գործերը նույնիսկ չընդունեցին։ Չընդունեցիք, ես էլ եկա պոլիտեխնիկ ընդունեցի։ Ու ճակատագրի բերումով դարձա ինժեներ մեխանիկ և այլն, գործարան, ավագ ինժեներ և այլն, այդ մասնագիտական ինժեներական կարիերան ու 28 տարեկանում նոր կտրուկ շրջադարձ դեպի գեղանկարչություն։ Պրոֆեսիոնալ կրթություն ստացաք։ Գեղանկարի, իհարկե ստացա, 6 տարին 2 տարում։ Որտեղ։ Գեղարվեստաթատերական ինստիտուտում Երևանի։ Իմ նկարում ես մտել էի գեղարվեստաթատերական ինստիտուտ, որպեսզի երաշխավորագրեր վերցնեի նկարիչների միության անդամ դառնալու համար։ Այն ժամանակ նկարիչների միության անդամ կարող էր դառնալ մարդը, որը ուներ գոնե 1 միջազգային ցուցահանդեսի մասնակցություն, 2 միութենական ցուցահանդես և հանրապետական։ Ես այդ ժամանակ արդեն բազմաթիվ և միութենական, և միջազգային ցուցահանդեսների մասնակցել, որ գնացի երաշխավորագրեր վերցնելու, ուզում եմ հատկապես շեշտել Ազատ Լեյլոյանի անունը, որը իմ գեղանկարչության բնագավառի ինքահայրը դարձավ։ Հարցրեցի ինչպես ավարտել, ասի չեմ ավարտել։ Ուզում ես քեզ դիպլոմ տանք, ասի ինձ պետք չի դիպլոմ, օգնեք նստեմ որպես ուսանող։ Ու նկարները նայելով ինձ որոշեցին միանգամից 3-րդ կուրս նստեցնել,
նստել եմ 3-րդ, 4-րդ, 5-ը թռնելով 6-րդ դիպլոմային եմ պաշտպանել ու դուրս եմ եկել։ Նպատակասլացեք, ինչն է ձեզ ստիպում առավոտյան վեր կենալ անկողնոց։ Նպատակասլաց եմ։ Իմ մոր արյունը գարդման աշխարհի այդ հզոր ուժը իմ մեջ կա ու ես ցանկացած բանի կարող եմ հասնել, ցանկացած բանի։ Իսկ իմ կարծիքով նպատակասլացությունը առավոտյան շուտ արտանալու հետ բացարձակ կապ չունի։ Ես ոչ վարչապետ եմ, ոչ զորահրամանատար, որ առավոտ շուտ արտանամ։ Ես վայելում եմ իմ անկողինը ու այդ առավոտյան ըմբոշխնում եմ լուսաբացը կամ երբ արթնացա։ Ես սիրում եմ իմ անկողինը։ Ռեժիմ չունեմ ես, անկախ ռեժիմի մարդ եմ, էլի։ Ասենք, բարգա թիրին միացրին ընդիր ֆիլմերը դրեցի ու երբ քնա։ Շատ լավ։ Կարող է 5 անգամ արտանամ ու քնեմ։ Ինչպես եք անցկացնում ձեր ազատ ժամանակը։ Եթե ասեմ, որ ես ազատ ժամանակ չունեմ, ճիշտ կլինեմ։ Իրոք չունեմ ազատ ժամանակ, բայց լիակատար ազատության մեջ եմ ես։ Արվեստագետի Երբ ուզեմ կնկարեմ, երբ ուզեմ կքնեմ, կարճնանամ, ինչ էլ որ անեմ, դրա մեջ արվեստ եմ տեսնում ես։ Նույնիսկ քեֆերի ժամանակ, հանդիպումների ժամանակ, կամ ցանկացած առիթով անեկդոտներ պատմել, հրհրալ, ծիծաղել, որոշակի դեպքերում նույնիսկ հարբել, բայց կապ չունի, ես այդ ամեն ինչից հաճույք եմ ստանում։ Բայց դուք նաև կարգ ու կանոնի մարդ եք, այս դպրոցը նաև դրա մասին է փաստում։ Կարգ ու կանոնը կա, դա երևի իմ մեջ այդ ինժեներական գուցե, գծի, մաքրության, կոկիկության, օրինակ կա տեղ, որ մտնում ես ու ներգոտվում ես։ Ես հələ կատակով ասում եմ իմ արվեստանոցը կարծես բժշկական պոլիկլինիկա լինի։ Անգիշ գիտեմ, որ ներկերը որտեղ են դրած վրձինները ամեն ինչը ճիշտ չափի մեջ ու կանոնակարգված է։ Ես կարող եմ մի տեղը գնալ ցանկացած նկարը վերցնել։ Մեր տուն մտնելուց ես այն մյուս տների դիմացի շորերը ուղղում եմ տուն մտնելուց։ Կարծես թե արվեստագետի Սեղանի վրա դասավորվածությունը հաց ուտելուց պետք է լինի ճիշտ տեղը տեղին, պաստորմանները մեկը մյուսի հետ զուգահեռ, չգիտեմ, հիվանդության աշխարհի, բանկա նույնը նկարչության մեջ է։ Օրինակ, եթե դուք նայեք իմ նկարները, չէ՞, այդ նկարների մեջ եղած ցանկացած մանրուք հաշվարկված կարծես լինի։ Նույնիսկ այդ դաշտային ծաղիկները, փշերը մի քիչ աջ, մի քիչ ցախ, ես միշտ փոփոխությունների եմ ենթարկում։ Դիմանկարը կարող է մի ձևով սկսել, հետո այդ դիմանկարը վերջում ավելանա ուրիշ բաներ դառնա։ Որ մարդիկ բողոքում են կնջիրները շատ է, ասում եմ դա կնջիր չի, դիզայն է դեմքի։ Ինչից սկսվեց ձեր մասնագիտական ուղին։ Դուք նկատում եք նկարչությունը։ Այո։ Ասեմ, ինչքան հիշում եմ, նկարել եմ միշտ։ Նույնիսկ դպրոցական տարիներից սկսած։ Փոքր ժամանակ, մանկապարտեզում միշտ թուղթը, մատիտը, ներկերը եւ այլն իմ կողքն են եղել։ Նկարչական դպրոց եմ գնացել եւ այլն։ Նույնիսկ պոլիտեխնիկ ինստիտուտ սովորելու տարիներին, այդ ուսանողական տարիներին, բոլոր դասախոսներին, կուրսեցիներին, հետո ինժեներ եղած ժամանակ, գործուղումներին, ասեք ինքնաթիռում եղած, նկարել եմ այդ մարդկանց, ճեպանկարներ, դեմքերը եւ այլն, այսինքն միշտ մոտիտը ձեռքս է եղել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ լուրջ մասնագիտական կրթությանը կամ լուրջ նկարչությամբ զբաղվելուն, դրա առիթը էլի եղավ այն, որ մի հատ փոքրիկ նկար էի նկարել մոմով եւ տարա Գյումրիում ցուցահանդեսի տներով պրոֆեսիոնալ նկարիչների ցուցահանդես, այդ ժամանակ ես ինժեներ էի։ Նայեցի նկարը, զարմացան, թե ինչով է նկարված եւ այլն, հետո երբ է ավարտել,
Հենց իմացան չեմ ավարտել, ասեցին դու մեզ հետ մասնակցելու իրավունք չունես, մենք պրոֆեսիոնալ ենք ու դու ինչ-որ մի հատ սև կարապ։ Եվ Գարդմանի արյունը խոսացին մեջ, դե չեք տնե, այդ նկարը գնաց Մոսկվա միջազգային համամիութենական ցուցահանդեսների, հետո երկրորդ նկարը, հետո Ֆինլանդիա ցուցահանդես, հետո գնացի ավարտեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտը, հետո եկա Գյումրի ու դարձա այդ նույն նկարիչների միության նախագահը, որոնք ինձ չէին թողել ցուցահանդեսին մասնակցեի։ Հետո դարձա նկարչական դպրոցի տնօրեն եւ այլն։ Պարոն Լաչիկյան, կարողացել եք ձեզ իրացնել ձեր մասնագիտության մեջ։ Դե իմ մասնագիտության մեջ կոնկրետ նկարչությունը նկատի ունեք, իհարկե, ես հասել եմ ցանկացած բանի։ Հիմա տեսեք, կոնկրետ ես իմ աշակերտներին էլ եմ ասում, կապ չունի դասատուն։ Դու ինքդ պետք է ունենաս այդ ներքին զգացողությունը, դու պետք է ունենաս այդ աշխատասիրությունը, դու պետք է ունենաս քո հոգու աչքը տեսնելու, որովհետև միլիոնավոր նկարիչներ եղել կան ու ամեն մարդ պետք է յուրովի տեսնի իր շրջապատը մարդկանց եւ այլն, չէ՞։ Հիմա օրինակ եղել է, որ աշակերտներից հարցում են, պարոն Լաչիկյան, երբ եք սովորեցնելու դիմանկար նկարել։ Ցանկացած բան չի կարելի սովորեցնել, դու ինքդ պետք է ցկտես սովորել։ Ես ինչպես սկսեցի դիմանկար նկարել, ով էր պարապ, որ գար նստեր, ես իրեն նկարեի։ Հայլին տնում էի սեղանի վրա ու ինքս ինձ էի տանջում, նայում, նկարում, փորձում ստանալ այն, ինչ տեսնում եմ ու ցկտել դրան, հասնել դրան։ Այդ նպատակասլացությունը դրա մեջ է։ Ու նաև ճաշակը, անկախ նրանից կողքից քեզ գովերգում են, թե ինչ, դու պետք է ունենաս քո ճաշակը, քո հայերի ասած թե գյումրեցին է, չգիտեմ, քթի ծակը, դու պետք է ջոկես, դու պետք է որոշես, ճիշտ է, սխալ է, թե չէ կարող է քեզ այդ կողքի կարծիքները փչացնեն։ Որ նյութով եք ամենաշատը սիրում ստեղծագործել։ Ասեմ, ինձ համար ճիշտ ասած կապ չունի նյութը, օրինակ սկսել եմ նկարել ջրաներկով ու ինչի հիմնական այդ ջրաներկով ես շատ մեծ շարք արեցի եւ դիմանկարների եւ բնանկարների եւ նատյուրմորտների, որովհետեւ այդ նյութը ես դարձրեցի իմ նյութը, որովհետեւ ինձ չէին սովորեցրել, թե ջրաներկով ինչպես կարելի է նկարել, ինչ տեխնիկայով կամ տեխնոլոգիայով։ Ես ջրաներկը դարձրեցի իմ նյութը ու նկարեցի իմ ձևով։ Ու հենց այդ ջրաներկն էր պատճառը, որի արած այդ սկզբնական շրջանի նկարները նմանատիպ հաջողությունների ունեցան եւ Հայաստանում, եւ Սովետական միությունում եւ արտասահմանում, որովհետեւ նման ձևով ջրաներկի վերաբերվել չկար։ Միայն ես էի այդ ձևով անում։ Ու մարդիկ նույնիսկ նայելով զարմանում են, սա միթե ջրաներկ է, ինչպես կարելի է այդ թափանցիկ, թեթև նյութով թղթի վրա նման լուրջ նյութականություն ու կտավային ձև ստանալ։ Նյութականություն, օրինակ այդ ջրաներկով նկարածի մեջ ես հիշում եմ, հələ նույնիսկ այն սովետի ժամանակ քաղաքոմի քարտուղարը մի անգամ Դոնարը Ասկանազովյան ցուցահանդեսի ժամանակ այդ նկարը նայելուց հետո դուրս եկավ, ասեց Լաչիկյան, բայց դու թավիշը ո՞նց էիր նկարել, թավիշը։ Հիմա ջրաներկին խաղալիքի պես ջրել, կատեսնել, ծուլել եւ այլն։ Իսկ երկրաշարժից հետո այդ ջրաներկը արդեն որպես նյութ ինձ չէր բավարարում, որովհետեւ քաղաքը փլված էր, քաղաքը ավիրված էր, տուն, արվեստանոց, ինչ ունեի, գործել էի ես այդ երկրաշարժից հետո։ Ես 3-4 տարի նկար չեմ արել։ Ու այդ 3-4 տարվա այն
սովետական ֆիլմերի կամ գրքերի Պավել Կարճագի եւ այլն այդ քաղաքացիական պարտականությունը պարտքի մեջ ինքան մեծ էր, որ ես այդ ընթացքում այդ տարիների ընթացքում միայն դպրոցաշինությամբ վերականգնելով եւ այլն մարդկանց օգնելով, չգիտեմ, տարբեր նավթով ապահովման դպրոցներ ստեղծելու գործին էին նվիրված։ Ինչպես կարող էի ես նկարել այդ թվերին։ Ու ես սկսեցի 92-93 թվում երկրաշարժից 4 տարի անց ու արդեն յուղաներկով, որովհետև յուղաներկը ավելի պինդ է, կտավը ավելի պինդ է, յուղաներկով կարող ես քսել, դրա վրա նոր շերտ ավելացնել, շերտի վրա 3-րդ, 4-րդ շերտ ավելացնել, դուրս չեկավ քերել եւ այլն, այսինքն յուղաներկը այլ նյութ է ջրաներկից, դու ջրաներկի ժամանակ պետք է լինես զգույշ, համբերատար, եթե նույնիսկ մի քիչ շերտը ավելացավ ու գույնը իր ունակությունը կորցրեց լվալ։ Ես հիշում եմ իմ ժակետով դիմանկարը 3 ամիս նկարելուց հետո զգացի, որ շատ եմ նկարել։ Հայրս ամեն անգամ ներս մտելուց նայում զարմանում էր այդ իմ արած նկարի վրա։ Ու այդ իրա նայելու զարմանալուց հետո ես այդ նկարը վերցրի, տարա ջրի ծորակը բացեցի ու լրիվ լվացի այդ ներկերը վրայի, որովհետև շատ էր։ Լվացի ու նորից նկարեցի ու ավելի լավը նկարեցի։ Այսինքն ես չեմ վախենում նկարից։ Ես միշտ իմ աշակերտներին ասել եմ, ոչ թե դու պետք է վախենաս նկարից, այլ պետք է նկարը քեզանից վախենա։ Քեզ պետք է ենթարկվի։ Նկարը պետք է լինի կնոջ նման, պետք է ենթարկվի իր սիրեկանին։ Հələ ես կիսատ բան թողեցի։ Հələ ջրաներկը, հələ յուղաներկը, հետո ակրիլիկը։ Ակրիլիկով ես սկսեցի նկարել, որովհետև յուղաներկով երբ որ նկարում էի, պետք է օրեր սպասես մինչև չորանա ուզածդ գույնը փոխելու համար։ Իսկ ակրիլիկը, քանի որ ջրով ես բացում ներկը, ինքը շուտ է չորանում։ Ու կարող ես միակամից փոփոխել եւ այլն։ Բայց ամենակարևոր նյութը Ամերիկայում կդա։ Այսինքն իրավիճակը թելադրեց, այս իմ նկարչական, ծավալային, տեսողական, չգիտեմ ինչ զգացողությունները ոսկերչության մեջ ներդնել։ Ու ես 10 տարի տղայիս հետ ոսկերչական բիզնեսի մեջ էինք ու գործեր ենք արել, որոնք նայելուց դուք ավելի շատ կզարմանաք ու տարօրինակ կթվա նկարչությունից։ Հիմա նայեք, նկարչությունը վերջո ինչ-որ նյութով հարթության վրա քսված պատկեր է, չէ՞։ Իսկ այն ինչ-որ դու վերածում ես ծավալի, որի մեջ կա նաև գույն, դա արդեն շատ ավելի հետաքրքիր է։ Ու շատ հետաքրքիր մենք գործեր ենք արել, ես ու տղաս։ Դուք գոհ եք ձեր։ Ես, տեսեք, ես եմ չհիաստափվողներից եմ։ Ամերիկա, օտար երկիր, ինչ պետք է անել, նկարեցի, նկարով կարելի է ինչ-որ լուրջ հիմնական եկամուտ ապահովել, չէ։ Բայց եթե չկա եկամուտի ճանաչ չնկարես, այսինքն կնկարես էլի, սենց տենես նկարել ես, չէ։ Բայց մտանք այդ գործի մեջ, այդ մեր ունակությունները օգտագործենք մոդելավորում եւ այլն, ու զարդեր, հետաքրքիր, անչափ հետաքրքիր զարդեր սարքեցինք, ոչ միայն այդ սելեբրիտիները ոնց են աստղերի եւ այլն երկիշների մի խոսքով դերասաններ եւ այլն շատ հետաքրքիր գործեր ենք ունեցել։ Բայց նկարի լավերն է, որ միշտ կա ցուցասրահում կարող ես դնել։ Իսկ այդ անդեր ոսկերչությունը, քանի որ ոսկի է, երբ որ փողի կարիք ես ունենում, ոսկին ծուլում ես։ Ու հիմա այդ մեր սարկազների մեծ մասը ծուլած։ Այս ոչնչացած է։ Բայց դուք նաև դժվարություն ունեք նկարներից բաժանվելու, այսինքն վաճառել, նվիրել։
Այդ խնդիրը ունեն։ Գիտեք ինչ, մենք երբ որ ես կոնկրետ պատվեր եմ ստանում նկարելու, կոնկրետ ինչ ես ուզում, ինձ համար հեշտ է դա անելը, բայց երբ որ իմ այդ տարվա ամիսների այդ մեջ դրած հոգին, տանջանքը, չարչարանքը, ստեղծագործական միտքը եւ այլն, դա արդեն իմ մարմնի մաս է դառնում։ Ոնց կարող ես դու քո աչքի մեկը ծախել կամ մատդ։ Կան լուրջ գործեր, որոնք ծախելը ես հանցագործություն եմ համարում։ Այդ լուրջ գործերը պետք է մնա հայրենիքիդ, ազգիդ։ Ըստ ձեզ, որոնք են ձեր ուժեղ ու թույլ կողմերը։ Ես չգիտեմ, որը կարելի է ուժեղ համարել, որը թույլ, բայց համենայնդեպս իմ կողմերն են չհիասթափվելը, չհուսահատվելը, ապացուցելը ու ինչքան ինձ փնովեն կամ վիրավորեն կամ ուզենան ցավ պատճառել, ինքան ես այդ ամենից ուժեղանում եմ։ Թող մարդիկ, որոնք կարող են չարախոսել, այդ փաստը հաշվի առնեն։ Որն եք համարում ձեր կյանքի գլխավոր ձեռքբերումը։ Ես ճիշտ ասած այդ հարցի մասին չեմ էլ մտածել, ձեռքբերում։ Չգիտեմ, այն ինչ որ անում եմ, ես անում եմ սրտով, հոգով ու չեմ կարող չանել։ Հիմա ձեռքբերում համարել այս նկարները, դա էլ մի բան չի, ձեռքբերում համարել իմ երեխաներին, դա ինչ ձեռքբերում է, չէ, բայց հպարտանում եմ և իմ աշխատանքներով, և ընտանիքով, և ծնողներով, և եղբայրներով, չգիտեմ, ձեռքբերումը Դպրոցը ձեր ձեռքբերումը չէ։ Դե ես ցանկացած մարդու կարող եմ լավություն անել, ցանկացած մարդու ցանկացած իրավիճակում։ Հաջողակ եմ։ Ու միշտ ասել եմ, թող Աստված բոլորին տա, ամենավերջում ինձ տա։ Շատ լավ։ Ինձ տա պետք չի, ես կվերցնեմ։ Իսկ ամենամեծ անհաջողությունը ձեր։ Անհաջողությունը։ Չունեք։ Չէ երևի։ Չէ։ Չունեք։ Բախտավոր եք։ Հայը և հայությունը ձեր բնորոշմամբ։ Հիմա եթե այս հարցին ես անդրադառնամ իմ մեկնաբանությամբ, իմ փիլիսոփայությամբ, իմ մտածողությամբ, լրիվ այլ թեմա կբացվի ու բավականին լուրջ ու երկար պատմության կվերածվի։ Գուցե մի մասը զարմանա, գուցե մի մասը չղայնանա, գուցե մի մասը տարբեր պիտակավորումներ տա, բայց իմ համար, կոնկրետ իմ համար, հայը դա գերագույն արժեք է։ Ինչպես անգլերենում հայ նշանակում է բարձր։ Հայ ինձ համար հենց այդ գերագույն արժեքն է։ Հիմա եթե ես ասեմ հայ նշանակում է համայնի արարիչ Հիսուս, առաջին տարերով կարող է ասել այս մարդը հերետիկոս է, բայց ինձ համար հայը դա գերագույն աստվածային արժեք է, ու եթե կա հայը, կա աշխարհ, չի լինի հայը, չի լինի այս աշխարհը, ու նաև այն կարծիքին եմ, որ միայն հայը չգիտի, թե ինքը ով է, բոլորը գիտեն մենք ով ենք, ու ամեն մարդ, ով խոսում է հայերեն և ազգանունը վերջանում է յանով, չի նշանակում, թե նա հայ է։ Ու շատ ազգերի մեջ կան բարձրագույն արժեք ունեցող մարդիկ,
ու այդ մարդկանց, որոնց ես իդեալականացրել եմ, մտածում եմ, որ դրանք հայկական արմատներ ունեն։ Սա մեծամտություն չէ, սա ինքնավստահություն է։ Հայը միշտ եղել է ստեղծարար, արարիչ, շինարար, տվող, տարածող, ինչ ասեմ, օգնող։ Հայը երբեք ծնկածին չի խփել։ Հայը միշտ եղել է արյուծասիրտ։ Հայը արիացի է։ Հայը արի է։ Հենց հայը արևորտին է։ Սիրում եք ձեր տարեդարձը նշել եւ անցած տարեդարձներից որը հատկապես կառուցնացնեիք։ Ես տարեդարձ ճիշտ ասած չեմ նշում։ Չեմ սիրում։ Այսինքն ծնվել եմ, ուրախ եմ, շնորհակալ եմ ծնողներիցս, բայց ամենահիշարժան տարեդարձը մայրիկիս 90-ամյակն էր, որը ես համարում եմ նաև իմ տարեդարձը, եթե ինքը չլիներ, ես չէի լինի, նշել ենք։ Ու հենց այդ տոնակատարությունից հետո երաժիշտները մոտեցան հարցին «Դատ քանի տարեկան եք», ինձ ասեց «Այ բալամ ամոթ չի ասեմ 90, ասի ասա 70, ու այդ ձևը մայրս մինչև հիմա գիտե թե ինքը 70 քանի տարեկան է, ինձանից փոքր»։ Եթե մի օր նկարեիք ծննդյան տարեդարձի թեմայով, որ գույնը կգերակշռեր ձեր կտավում։ Խոստովանեմ, որ ես տարեդարձ չեմ նկարի, չեմ նկարել, երևի չեմ նկարի, բայց իհարկե ծնունդներ նկարել եմ։ Նկարել եմ տղայիս, նկարել եմ աղջկաս, թորնիկներիս, այսինքն իրենք իմ շարունակությունն են եւ իրենք ծնունդը նաեւ են ծնունդը նեկուցե, եթե ինչ որտեղ այդ հարցին այլ կերպ մոտենանք։ Եվ Քրիստոսի ծնունդը, իմ ծնունդը ես չեմ նկարի, իսկ եթե նկարեմ։ Դուք ձեզ ցույց եք մայրիկի ձեր շարունակության եւ տեսեք ով եմ ես, ընդամենը շղթայի մի հատված։ Իմ նախնիների եւ հետագա սերունդի միջև։ Ես այդ փիլիսոփայական պատասխան։ Շնորհակալություն։ Ինչ շրջադարձային պատմություններ են եղել ձեր կյանքում, որոնք փոխել են ձեր կյանքի ընթացքը։ Տարօրինակ հարց։ Իրականում, եթե շրջադարձային համարես, շրջադարձային հենց իմ ծնունդն էր։ Ես մորս արգանդին հետ ինչ իմանայի, որ պիտի ծնվեմ։ Ու ծնվելուց հետ թթվածումը ներս մտելուց ինչ ահավոր ցավեր պիտի զգամ։ Հենց դա շրջադարձ էր, ծնվեցի եկա աշխարհ։ Ու արդեն կյանքը ճակատագիրը ինքը ինձ տանում է իր ճանապարհով ու ես հնու հնազանդ ենթարկվում եմ ճակատագրին, բայց իհարկե ոչ թե տաշերի նման ջրի երեսին լողացող տաշերի նման, այլ ինքս այդ ցանկացած իրավիճակում փորձում եմ գտնել ելքեր, փորձում եմ գտնել ճիշտ ճանապարհ ու նորմալ միշտ ոտքի վրա կանգնած մնալու համար։ Անկախ նրանից որտեղ եմ, հիմա այս վիճակում դպրոցում ենք բազգատորին նստած, ով գիտի, Վաչագանի Անահիտի հեքիաթի պես վերջում ինչ լինի։ Ինչ հետ կթողնենք հայ արվեստի եւ մշակույթի պատմության մեջ։ Հիմա այդ հարցին այլ կերպ պատասխանեմ։ Ուրեմն ես հիշում եմ գեղարվեստաթատերական ինստիտուտի դասախոսներից մեկը ասեց գնացել է Իսպանիա, տեսա Ֆրանցիսկո Գոյա, Վելասկես, Էլ Գրեկո եւ այլն, ու ոգևորված եկա մտա արվեստանոց, սկսեցի նկարել։ Ճիշտ ասած, ես ծիծաղեցի։ Ոնց կարելի է արվեստի այդ հզորների գործերը տեսնելուց ոգևորվել։ Այդ մարդիկ գերբնական ուժի տեր տաղանդավոր շատ հսկաներ են արվեստի մեջ, աստվածներ են։ Նույնը Լեոնարդոն, նույնը Միքելանջելո, Ռաֆայել եւ այլն եւ այլն։
Դրա համար ճիշտ ասած ես գիտեմ բոլորին, գործեր եւ այլ, բայց շատ չեմ խորանում այդ եղածի վրա, որովհետեւ եթե նայես թե ինչ է եղել ու ինչեր են արել, ինչեր են ստեղծել, դու ով ես, որ մտել ես այդ շքախմբի մեջ ուզում ես ինչ-որ բան անել։ Արա այն ինչ-որ կարող ես, արա այն ամենը ինչ-որ քոնն է։ Ճիշտ արա, ազնվորեն արա, սրտանց արա, հոգով արա։ Հիմա ես փորձել եմ դա անել, ինչքանով է հաջողվել չգիտեմ, բայց իմ շատ սիրած ընկերներից մեկի Գագիկ Վարդանյանի ասած է վերջի անգամ Ամերիկա եղած է ժամանակ հանդիպեցին, խոսացինք եւ այլն, իմ ամենասիրած նկարիչն էր Հայաստանի ու հիմա էլ կա Ամերիկայում է, չնայած ափսոս։ Ասի Գագ, իմ նկարչության վերաբերյալ ինչ կարծիքի ես։ Ասեց քո նկարչությունը հայ արվեստի մեջ իր դարակն ունի։ Այսինքն ինը մյուսների հետ խառնել հնարավոր չէ, բացառում եմ։ Ոչ Սուրենյաց, ոչ Հակոբ Հակոբյան, ոչ Սարյան եւ այլն, ովքեր Հովնատարյաններ եւ այլն։ Ինը առանցին դարակում դրված նկարչություն է։ Եվ ես հայ արվեստի մեջ ունեմ իմ ուրույն դարակը, կամ բան։